Բայց պատժելու եմ։ Ձեզ են ասի, որ պատժեք, պարոն Վարդանյան։ Այդ հեչ կարևոր չի։ Չէ, ասում եմ, եթե ձեզ են ասի, գնանք միտեղ հովտեղ կայնենք, մի քիչ ժամանակ անցկացնենք, յանի պատժեցիք, հետ գանք։ Բա որ հարցն են ո՞նց եք պատժվել։ Դուք եք ասեք, հովտեղ կանգնել ենք։ Այ, տեսար։ Չէ, դե պարոն Վարդանյան, դե ինչ չենք ասի, իհարկե։ Ոնց ձեզ պետքա տենց էլ կասենք, պարոն Վարդանյան։ Մի շուստրի տղա էլ ավելացավ։ Չէ, իսկականից պարոն Վարդանյան, կարանք տես գնանք անտառը մի քիչ կնստենք, խոսանք, կարոտներս կառնենք, բան, ամեն ոնց որ ծաղիս համար լավ կլինի, էլի։ Ապրեք, շատ հետ ուրիշ ինչ տարբերակներ կա։ Ես ասեմ, Ասա ռաս։ կարանք պարկենք տագնապով վերկացի համար։ Սես մի ժամի չափ քնենք, հետո գաք տագնապ տակ, էս էլ լինի մեզ պատիժ։ Ուրիշ։ Ես եմ լավ տենց միտք ունեմ էլի, պարոն Վարդանյան։ Վայ, ասալը։ Ասում եմ տենց գնանք անտառ, մի քանի կիլո չալաղաջ առնենք, տենց ես իմ ձեռով տենց հավեսով սարքեմ, ուտենք ու էդ էլ մեր պատիժը էլի։ Լավ, գիտես, ես մի լրիվ դուրս եկավ։ Ուրիշ։ Ես ասեմ, Ասա։ Կարան գնանք ճաշարանի կողքը կանգնենք, իբր տարել եք գործ անելու, էլի։ Պտեին ասենք, բան բերի, դե համ կուտենք, համ էլ էդ կլինի ոնց որ մեր համար պատիժ։ Ուրիշ։ Կարելի է մի բան էլ ես ասեմ ես անցքի շուրջ։ Յան կասկած։ Ասածս իհարկե յամպագորգոր թող չհնչի, ուղղակի ասում եմ կարելի է անմեղներին, արձակման թերթիկ տակ, գնանք արևի տակ մի քիչ տանջվենք, բանանենք, չաչելենք ու գանք։ Շատ լավ, շատ, այս բոլորի տարբերակները շատ հավանեցի։